Բարև ձեզ։ Մենք այսօր կխոսենք Սուրբ հրեշտակապետեր Գաբրիելի եւ Միքայելի եւ երկնային բոլոր զորքերի տոնի մասին։ Հայաստանյաց եկեղեցին, ինչպես բոլոր եկեղեցիները, Քրիստոսահիմն եկեղեցիները, նշում են երկնային զորքերի, Աստծո հրեղեն արարածների տոնը։ Աստծո հրեղեն գնդի, որ մշտապես Աստծո սպասավորության մեջ է եղել եւ բնականաբար Սուրբ Ավետարանի, Սուրբ Գրքի մյուս տարբեր մեծ կամ փոքր մարգարեությունների եւ գրքերի մեջ մեզ ավելի համապարփակ պատկերացում են տվել, թե ովքեր են այն լուսեղեն հոգիները, որոնք սպասավորում են Աստծուն։ Ընդհանրապես իրենցից նշելով երկուսի անունը, սա չի նշանակում, որ սահմանափակվում են հրեշտակապետերը Գաբրիել եւ Միքայել հրեշտակապետերի միջոցով։ Հայտնի են Սուրբ Գրքից, որ հրեշտակներ եւ հրեշտակապետեր բազում անգամներ են երևացել եւ իրենց ներկայությամբ Աստծո կամքը հայտնել, Աստծո սպասավորությունն արել եւ ինչպես Պողոս Արաքյալն է ասում, ոչ միայն Աստծո, այլ նաև այն մարդկանց, այն հոգիների, որոնք փրկությունը պիտի ժառանգեն։ Եվ չնայած Սաղմոսում ասվում է, որ մի փոքր ցածր դրվեցիր քան հրեշտակները, բայց Քրիստոսի փրկagorցությունից հետո մարդն ավելի վեր դասվեց, որովհետև Քրիստոս չհրեշտակացավ, այլ մարդկացավ։ Մարդ դարձավ մարդկանց փրկության համար։ Եվ այս սկզբունքով է, որ Պողոս Արաքյալը հրեշտակներին կոչում է հոգիներ, որոնք ուղարկված են սպասավորելու նրանց, ովքեր պիտի ժառանգեն փրկությունը։ Եվ անգամ ասում է, չգիտեք, որ դուք անգամ դատելու եք հրեշտակներին։ Սա խոսում է մարդկային բարձրագույն պատվի մասին, բայց շատ կարևոր է մենք դիտարկենք, թե ովքեր են այն լուսեղեն զորությունները, հոգիները, որոնք ստեղծվեցին Աստծո կողմից։ Հայտնի է, որ արարչության հենց առաջին օրը ստեղծվեց լույսը, երբ Աստված ասաց՝ թող լույս լինի։ Ըստ եկեղեցու դավանաբանության հրեշտակներն հենց ստեղծվեցին այս օրը, որտեղ իրենք լուսեղեն են։ Եվ այն, որ հաճախ իրենց նկարվում են, պատկերվում են իրենց թևավոր կերպարանքով, Սուրբ Գրիգոր Լուսավորիչն իր վարդապետության մեջ ասում է, որ դա պատկերացում տալու համար է թևավոր լինելը, ոչ թե հենց էությամբ, որովհետև ի վերջո մենք խոսում ենք հոգեղեն, հրեղեն էակների մասին, որոնք նյութից ավելի վեր են։ Սակայն փաստ է, որ Սուրբ եկեղեցին, ինչպես ավետարանական շատ դրվագներից քաղելով նույնպես այս երկնային քահանայապետություն կոչված հրեշտակած դասից սովորեց եւ նաեւ իր կենցաղավարության մեջ ամրագրեց եկեղեցականաց դասի եւս 9 աստիճանը։ Եվ այնպես ինչպես եթե հենց վերևից 9 դասերից փորձենք շարունակել հերթականությամբ թվարկել աթոռներ, սերովբեներ, քերովբեներ, այնուհետև տերություններ, զորություններ, իշխանություններ եւ պետություններ, հրեշտակապետեր եւ հրեշտակներ կարգով է։ Եվ սրանք համապատասխանում էին երկրի վրա Աստծո սպասավորությունն իրականացնող հոգեվորականաց դասի հետ։ Եվ քրիստոնեական հեղինակներից, հատկապես մեր միջնադարում, բավական հայտնի են երկեր, որոնք որ բավական լուրջ տալիս էին պատկերացում, թե ինչի նկատի ունենք հրեշտակներին իբրև երկնային քահանայապետության այս կամ այն աստիճան ակնարկելով։ Այս մասին խոսում են մեզ մոտ Նեսե Շնորհալի հայրապետը, Վարդան Անեցի եւ Վարդան Արևելցի վարդապետները։ Սակայն ընտանական քրիստոնեության մեջ տարածված է Դիոնիսիոս Արիսպագացուն վերագրվող գործը, որը շատերի ընդհանրման 5-րդ դարի գործ է եւ խոսում է, որ այ երկնային քահանայապետություններն ի վերջո քահանան Աստծո պաշտոնյա է, նա է, որ սպասարկում է Աստծո սեղանին։ Եվ երկնային քահանայապետեր կոչելով հրեշտակած դասերին շատ ավելի մանրամասն է խոսում սրա մասին։ Բնականաբար մենք Սուրբ Գրքից ենք այս հուշումները վերցնում, ինչպես օրինակ Տոբիթ գրքի մեջ բավական լուրջ, երկար, մանրամասնորեն տրվում է Ռաֆայել հրեշտակի մասին, որը մենք կարողանում ենք հասկանալ, որ մարդկանց խնդրանքները իր միջոցով եւ հետեւաբար հրեշտակների միջոցով փոխանցվում են դեպի Աստծուն։ Եվ տեսնում ենք նաեւ նոր կտակարանում, որ խոսվում է, Քրիստոս ասում է մանուկների մասին, որպեսզի չգայթակղեցնեն իրենց, ասում է, չգիտեք, որ իրենց հրեշտակներն ամեն օր տեսնում են մեր հոր երեսը, որ երկնքում է։ Այսինքն հրեշտակները կապն են, միջնորդն են Աստծո եւ մարդու եւ հաճախ պատկերավոր կերպով ցույց է տրվում, թե ինչպես իրենք աղոթքները բարձրացնում են դեպի Աստված։ Եվ ամեն երեկո ասում էին, որ հրեշտակը մարդու մի տեսակ հաշիվը տալիս է Աստծուն, տրտմերես կանգնելով կամ զվարթադեմ կանգնելով, ըստ այն իրավիճակի,
ինչպիսին որ իր պահպանյալն է ապրել։ Եվ Սուրբ հրեշտակների ներկայությունը եկեղեցում արտահայտվում է նաև կանթեղների, մոմերի տեսքով։ Եվ շատերին է ծանոթ այն դրվագը, երբ մկրտության ժամանակ երկու հոգի մոմերը պահում են մկրտվողի աջ եւ ձախ կողմերում, որոնք նաև խորհրդանշում են պահապան հրեշտակներին, որոնք այդտեղ ներկա են։ Սրա անդրադարձը նաև տեսնում ենք մենք պատարագի արարողության ժամանակ քշոցների, այն գեղեցիկ ձայն հանող հրեշտակների թևաբախման հիշեցումն անող մեզ քշոցակիրների միջոցով, որոնք որ կրկին խորհրդանշում են հրեշտակներին, որոնք որ պատարագիչ քահանայի հետևից գալով մշտապես ցույց են տալիս, որ սպասարկող այն հոգիներն են, որոնք որ Քրիստոսին էլ սպասարկեցին, երբ ինքը իր քահանայապետական հոգևոր կարևոր առաքելությունն էր կատարում երկրի վրա։ Եվ այս սկզբունքով է նաև, որ մենք վերցնում ենք եւ ասում ինչպես որ Քրիստոսին սպասարկեցին իրենք, երբ 40-օրյա ապաշխարության եւ ծոմապահության շրջանից հետո անապատի փորձությունը հաղթահարելուց հետո հրեշտակները մոտեցան եւ սպասարկեցին նրան, նույն կերպ ամեն մի քահանա ձեռնադրվելուց հետո 40-օրյա ապաշխարության եւ բարեցողության շրջան է ապրում եւ նոր քահանագործում։ Սա սովորելով Սուրբ Գրքից։ Սուրբ հրեշտակները մշտապես մեր կյանքում ներկա են։ Եվ հավատանք դրան, թե ոչ, նույնն է հավատալ արևի գոյությանը, թե ոչ։ Եվ այս դեպքում մենք կարող ենք ասել, որ Աստված իր խնամքը, իր հոգատարությունը, գուրգուրանքը հաճախ արտահայտում է իր հրեշտակների միջոցով մեր կյանքում ներկայությունն ունենալով։ Սա լավագույնս երևում է նաև Դանիելի մարգարեության մեջ, երբ հրեշտակը փրկում այն 3 մանուկներին, որոնք Աստծուն հավատարիմ լինելու համար հրաժարվեցին պաշտել թագավորի պատկերին եւ ըստ թագավորի հրամանի նետվեցին հնոցը։ Եվ իրենք տեսան, որ այնտեղ 3-ը չեն, այլ 4-ը։ Եվ տեսան, թե ինչպես Աստված կարող է այդտեղից ճարակող հրի միջոցով անգամ վնասել կողքը կանգնած շատ այլ մարդկանց, քան հենց ներսում եղած, հնոցի ներսում եղած մանուկներին, որոնք որ պաշտպանված էին հրեշտակի սորությամբ։ Մեր Սուրբ հայրերի մոտ մենք հանդիպում ենք անգամ աղոթքներ ուղղված հրեշտակներին եւ հրեշտակած դասերին, հրեշտակապետերին, խնդրելով իրենց միջնորդությունը, որտեղ մենք տեսնում ենք նաեւ որ Սուրբ Գրքում անգամ հրեշտակները միջնորդում են մարդկանց համար եւ ասում են դու ստեղծեցիր, կորստյան մի մատնիր։ Եվ սրա անդրադարձը մենք ունենք մեր ժամակարգության մեջ, երբ առավոտյան երգում ենք հենց այս երգը կրկնելով հրեշտակների խոսքերը. Տեր Աստված, ողորմիր մեզ, որտեղ բոլորս ենք մեղավոր եւ հրեշտակած բառերով ասել. դու ստեղծեցիր, ողորմիր մեզ։ Աստված թող պահպանի մեզ բոլորիս, իր հրեշտակների խնամքով հանապաստ ցույց տալով այն սերը, գուրգուրանքը, որով ապրել են մեզանից առաջ հայրերը եւ մեզանից հետո պիտի ապրեն մեր սերունդները։